Հաղորդման գործընկեր Արքայաձոր ռեստորան։ Սիրով բոլորին հրավիրում ենք նոր Արքայաձոր ռեստորանային համալիրի փակսրահ վայելելու ամենօրյա շոու ծրագրերը եւ համեղ խոհանոց։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Հաջողության ճանապարհը դժվար է։ Բավականին դժվար է, խոչընդոտներով եւ խութերով լի։ Կարծում եմ ցանկացած ճանապարհ է դժվար, բայց հաջողության ճանապարհը հատկապես դժվար է ու մտածում եմ, որ այդ հաջողության ճանապարհին շատ ենք կոփվում, շատ ենք ամրանում եւ կյանք ավելի հեշտ է դառնում այդ ճանապարհը անցնելուց հետո։ Այդ դժվարությունները ձեզ հիասթափեցրին, կոտրեցին։ Երբևիցե միշտ ուժեղացրել են ու մտածում եմ, որ ցանկացած մարդ, ով փոքրի շատ այդ ճանապարհ կոչվածը անցել է, միշտ ուժեղացած է դուրս եկել։ Ձեր հաջողության ճանապարհի փորձով կկիսվեք այսօր։ Կկիսվեմ սիրով։ Շնորհակալ եմ համեցեք։ Հաջողության ճանապարհը հաճախ է փշերով ու տատասկներով լեցուն, իսկ հաջողության հասնում են նրանք, որոնց այդ խոչընդոտները չեն կոտրում, չեն փշրում, ովքեր չեն զլանում ամեն ինչ նորից, զրոյից սկսել։ Այսօրվա իմ հյուրը մի շատ ուժեղ ու շատ մի փխրուն կին է։ Գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի առաջատար գիտաշխատող, Երևանի Հայբուսակ համալսարանի պրոֆեսոր եւ պրոռեկտոր, քիմիական գիտությունների դոկտոր, Երևանի Հայբուսակ համալսարանի պրոֆեսոր Նինա Հոբոսյանի հետ ենք զրուցելու անցած ճանապարհի, հաջողության ճանապարհի մասին։ Շնորհակալ եմ մեր ժամանակ հատկացնելու համար։ Հաջողության ճանապարհը հեշտ չի տրվում։ Իհարկե հեշտ չի տրվում, բավականին դժվարին է եւ ճանապարհին խոչընդոտները բազմաթիվ են, ինչպես դուք նշեցիք, բայց այդ ճանապարհը անցնելիս ամրանում ես, այդ ճանապարհը անցնելիս դառնում ես ավելի ուժեղ, նոր մարտահրավերների պատրաստ հաղթահարելու եւ հենց հաջողության ճանապարհին, հենց այդ տատասկներով եւ խութերով լի ճանապարհին մենք կարողանում ենք մեր երկրի համար առավելագույն հաջողություններ գրանցել եւ մեր երկրի ապագան ավելի լավը սարքել։ Ձերն է այն հզոր ուժը, որը մեզ պահում է, որը մեզ առաջ է հրում։ Իհարկե սերն էլ է այն ուժը, որ հրում է եւ առաջ տանում եւ մտածում եմ, որ այդ առաջ տանելու ճանապարհը դեռ դպրոցից ու մանկահասակ տարիքից է ձևավորվում եւ որքան որ դու ճիշտ այսպես ապրեցիր եւ սովորեցիր դպրոցում, այնքան հաջողություններդ ավելի կարգավորված եւ կազմակերպված կլինեն։ Ծնունդով Ալավերդիից եք եւ կարծում եմ, որ մասնագիտության ընտրությունը մի գեղեցիկ այսպես համախումբ եղավ։ Մանկավարժի եւ լեռնագործի ընտանիքում ծնված փխրուն աղջիկը պիտի ընտրեր մի շատ հետաքրքիր մասնագիտություն։ Մի բան երևի թե չենք կարող չնկատել, քիմիան աշակերտների համար ամենասիրելի առարկաներից չէ։ Այն հետաքրքիր է, ինչպես ձևավորվեց այդ սերը, ինչպես գրավեց այդ առարկան ձեզ, թե այս դեպքում նաև ընտանիքը։ Ընտանիքը մեծ դեր ունեցավ եւ ընդհանրապես կենցաղը, Ալավերդիում ապրեիր խորհրդայնության տարիներին ու քիմիայի հետ գործ չունենալ, դա կարծես թե նոնսենս էր ինչ-որ չափով, ավելին ասեմ, դպրոցի ուսուցչուհին իմ մայրիկից եղբոր կինն էր, դա էլ ինչ-որ տեղ մեծ գործոն էր մասնագիտության ընտրության գործում, թեպետ այսպես ճնշում չի եղել, ինքնաբուխ է ստացվել ու մինչ օրս զարմանում եմ ինչու են մեր երեխաները այսօր այդքան հեռու իրենց պահում մեր առարկայից եւ պատասխանը կարծես թե գտել եմ փորձնական մասը մեր առարկայի խորհրդայնության ժամանակներում բավականին ամուր ոտքերի վրա էր կանգնած, այսօր դա կաղում է, իսկ երեխան փորձ չի տեսնում, առարկան չի հասկանում, վիզուալ պետք է տեսնի, պետք է ինչքան էլ պատմես, նա գեղեցկությունը առարկայի չի հասկանա։ Իսկ մենք դա տեսել ենք, մենք դպրոցում բոլոր գրեթե փորձերը իրականացրել ենք մեր ձեռքով,
ու հենց դա էլ որոշիչ է եղել մասնագիտության գործում, ասեմ ավելին, հատկապես ճարտարագետ քիմիկոսի մասնագիտության ընտրության, որովհետև տեսեք տեսաբան քիմիկոսները եւ ճարտարագետ քիմիկոսները ինչ որտեղ տարբերվում են իրենց մտածելակերպով, քանի որ հենց ճարտարագիտությունն էր Ալավերդեի հիմքը, ինձ մոտ հենց այդպես էլ ստացվեց, որ դիմեցի ոչ թե Երևանի պետական համալսարան, այլ հատկապես պոլիտեխնիկ, որովհետև դա արդեն իմ հայրենիքի, իմ մանկության կանչն ու ուժն էր, որ տարավ ինձ Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ։ Այո, եւ շատ գեղեցիկ համադրում էր ինժեներ եւ քիմիկոս։ Այո։ Մասնագիտության ընտրությունը պատահականություն չէր, բայց հետագայում այդ աշխատանքը այդչափ սիրել ու աշխատանքին այդչափ նվիրվել ու աշխատանքը կենսակերպ դարձնելը ինձ թվում է հենց այնպես պիտի չլիներ։ Իհարկե, ճիշտ նկատեցիք, ասեմ ձեզ, որ իմ մայր բուհից, իմ ալմա մատերից պոլիտեխնիկից էլ եմ ես մեծ հուզմունք եմ ապրում եւ անգամ լսում եմ պոլիտեխնիկ բառը ու շատ ուրախացա, որ այդ ժամանակին ճարտարագիտական համալսարան անվանեցին, հետո նորից վերադարձան այդ պոլիտեխնիկ գեղեցիկ անվանմանը, ինձ համար դա շատ հոգեհարազատ է։ Ես մինչեւ հիմա եմ բուի հետ կապ ունեմ, թեպետ երբևիցե ոչ մի օր չեմ աշխատել պոլիտեխնիկականում, բայց միշտ ինձ պոլիտեխնիկցի եմ համարում ու հենց պոլիտեխնիկցի լինելը տարավ ինձ դեպի օրգանական քիմիայի ժամանակ ինստիտուտ, որտեղ հենց տեխնոլոգիական նոր հիմքեր էին դրվում այդ բավական հզոր ինստիտուտում, որտեղ աշխատում էր առաջիկին ակադեմիկոս Արաքսի Բաբայանը եւ այդ ինստիտուտում կային բոլոր նախադրյալները իմ երազանքը կատարածելու։ Այսինքն պատիվ ունեմ հիշելու այսօր իմ ուսուցիչներին գիտության ոլորտի, ովքեր այդ ինստիտուտի երախտավորներից են եղել, ակադեմիկոս Շալիկո Բադանյանին, քիմիական դոկտոր պրոֆեսոր Ալեքսանդր Գևորքյանին, Ալվարդ Արաքելյանին, Ժորա Չոբանյանին, ովքեր հենց այդ մեծ գիտության լուսամուտն են բացել եւ սերն են սերմանել, որպես այդպիսին գիտության նկատմամբ, ասեմ, դժվար տարիներ են եղել։ Գիտեք, այդ խորհրդայնության փլուզման տարիները եկան առաջ, կարծես թե գիտության ֆինանսավորումը սակավացավ, շատ մարդիկ մեկնեցին երկրից, այդ համատարածի տարիներն էր, համատարած մեկնում էին երկրից, կային մարդիկ, ովքեր մնացին գիտության մեջ, դիմացան այդ բոլոր դժվարություններին ու կարծես թե այսօր մի նոր լույս է բացվում, մի նոր ճանապարհ, որը մեզ, ասեմ ձեզ, դեպի միջազգային այդ ճանաչում տանում է այսօր մեր պետության կողմից արվում են բավականին որոշիչ քայլեր գիտության ֆինանսավորման գործում եւ ընդհանրապես գիտության ինտեգրման, գիտության եւ այլ ոլորտների ինտեգրման ճանապարհով է գնում մեր երկիրը։ Կարծում եմ, որ ճիշտ ճանապարհ ենք ընտրել եւ պետք է որ կայանանք ու երբեմն այսպես վառ քիմիական ճանապարհ ունեցող մեր հանրապետությունը իր ճանապարհից չի շեղվի, թեպետ հիմա այդ մեծածավալ արդյունաբերությունը չկա, բայց փոքր քիմիան մնում է արդիական եւ դեղագիտությունը, դեղագործությունը մեր երկրին կարող են բավականին այսպես մեծ պերսպեկտիվաներ, մեծ հեռանկարներ բերել, հեռանկարներով լի ճանապարհ ցույց տալ եւ մեր երկիրը այդ ոլորտում եւս կկայանա, հույս ունեմ ես։ Ի վերջո Հայաստանը քիմիական երկիր է, չէ՞։ Երկիր էր, այո, չէ, բայց այսօր էլ առաջնային ունենք մենք իհարկե նորից եմ ուզում շեշտել, այսօրվա ֆինանսավորումը գիտության բավականին մեծ չափերի է հասել, ասեմ որ մեր բուհը Հայբուսակ համալսարանը եւս անմասն չէ այդ ճանապարհից, հետազոտական համալսարան դառնալու նկրտումներ ունի եւ հատկապես ուսանողական հետազոտական աշխատանքներին է մեծ ուշադրություն դարձվում, բազմաշերտ այդ ինտեգրման ոլորտն է մեծ տեմպերով զարգանում մեր բուհում, այսինքն ինտեգրելու ճանապարհով ենք գնում, կարծես թե չինտեգրվող գիտությունները, կարող եմ օրինակ բերել, արդեն ինչ որ փորձառություն կա, ենթադրենք ռեստավրացիայի դիզայնի բնագավառում աշխատողներին ինտեգրել ֆունդամենտալ գիտության ոլորտին ու կարծես թե մեզ մոտ դա սկսել է ստացվել։ Հետաքրքրության, գայթակղության խայծը առաջացնել ուսանողների մոտ էլ, այո, որովհետև այսօր մեր կյանքը քիմիա է եւ երիտասարդները, որ այդչափ ներգրավված են ու օգտագործում են քիմիան, չգիտես ինչու,
քիմիայից փորձում են ավելի հեռու մնալ։ Առաջին հայացքից գուցե այդ մասնագիտությունը, այդ գիտությունը գայթակղիչ ու գեղեցիկ կողմեր չունի, բայց չլավել ունի։ Դա ես ասում, բայց մասնագետները, այո, ստիպված են այդ գեղեցկությունը, գեղեցիկ քիմիան իր գեղեցիկ կողմերով ներկայացնել։ Գիտեք, հանրայնացման ու ճանապարհը շատ հիմա մեծ ուշադրություն է դարձվում գիտության հանրայնացման գործին, գիտության շաբաթներ, գիտության միամսակներ են կազմակերպվում, հենց մեր երկրում էլ նորից մեր բուհն էլ անմասն չի մնում այդ հետաքրքիր միջոցառումներից։ Ասեմ ավելին, տեսեք, կարծես թե բժշկական հիմնական ուղղվածությունը Հայբուսակի բժշկական է, բայց այդ ուսանողները, որոնք մեզ մոտ ուսանում են, հենց առաջին տարվանից նրանք դեռ իհարկե գիտակցված մասնագիտությունը ընտրել են, բայց այն գիտելիքները, որ իրենք ստացել են դպրոցում, թեպետ խորացնելով կարող է մասնավորի մոտ, բայց հիմնական դպրոցում ստացած գիտելիքները քիմիական, այդ առաջի կուրսում մենք փորձում ենք իրենց այսպես թույլ չտալ, որպեսզի մոռանան։ Այսինքն հետաքրքիր փորձերով, հետաքրքիր լաբորատոր աշխատանքներով ենք կարողանում իրենց գրավել։ Դուք եղել եք մեզ հյուր օրգանական դեղագործական քիմիայի ինստիտուտում եւ տեսել եք այդ գեղեցիկ լաբորատորիան, որը ստեղծվել է Հայբուսակ համալսարանի ուժերով։ Մեր ուսանողները այնտեղ իրենց պրակտիկան են անցկացնում եւ այդ հմտությունները ձեռք բերում արդեն իսկ ուսանողական տարիներին, մանավանդ դեղագետ ուսանողները փորձառություն են ձեռք բերում եւ կարծես թե պատրաստի մասնագետ արդեն շուկայում էլ խնդիր չունեն էքսպերիմենտալ այդ փորձարարական հմտությունների հետ եւ կարողանում են կայանալ։ Իսկ մենք ոլորտի մասնագետների խնդիր ունենք։ Գիտեք, կարծես թե երևակվում է, առաջ ավելի շատ էին դեղագետ ուզում դառնալ մեր երիտասարդները, հիմա մի փոքր անկում է նկատվում, բայց մտածում եմ, որ այնքան էլ այսպես անհույս վիճակում չէ, կան մասնագետներ, որոնք շատ ավելի վատ վիճակում են գտնվում, թեպետ ստրատեգիական նշանակությամբ մասնագիտություններ են, մտածում եմ, որ չէ, կարծես թե նորմալ վիճակում է, հնարավորություններ կան եւ աշխատանքի, եւ մասնագիտական զարգացման, եւ ընդհանրապես միջ առարկայական ինչ-որ ինտեգրումներ ստեղծելու, արտասահմանի հետ կապեր ստեղծելու, կան իհարկե հնարավորությունները բավականին շատ են եւ երիտասարդներին դա գրավում է։ Տիկին Հովոսյան, մեծ եռանդով ու մեծ խանդավառությամբ դուք ձեր փորձն ու գիտելիքներն եք փոխանցում երիտասարդներին։ Գիտեք, այո, ես տեսեք, պատմեցի այն փիս տարիների մասին, դաժան տարիների մասին, որ մենք այդ խորհրդային փլուզումից հետո ապրեցինք, այդ տարիներին ես համարձակություն ունեցա գնալ դպրոց, աշխատելու դպրոցում։ Արդեն քիմիական գիտությունների թեկնածու էի, բայց պատահական, այսպես շատ պատահական, քանի որ իմ տղաների դպրոցում քիմիայի ուսուցիչ չկար, ինձ խնդրեցին, որպեսզի այդ մի քանի ժամը պարզապես փոխարինեմ ուսուցչուն, ով հենց սեպտեմբերի 1-ին հրաժարվել էր արդեն դպրոց գնալ մտնել դասարան, դա ինձ համար մի նոր մարտահրավեր եղավ այդ ճանապարհին, իմ անցած վերցնել ու արդեն բավականին կայացած գիտնական էի եւ վերցնել գնալ դպրոց, դա ինձ համար այսպես շատ հետաքրքիր էր, պարտավորեցնող եւ ճակատագրական։ Դպրոցից հետո մանկավարժական համալսարանը եղավ, այսինքն ես հասկացա, որ հրավիրեցին ինձ մանկավարժական համալսարան աշխատելու, ես դպրոցից չհրաժարվեցի ու բավականին երկար տարիներ աշխատեցի դպրոցում։ Այդ դպրոցում աշխատելու տարիներին նաեւ պատիվ ունեցա մոտ 12-13 տարի աշխատել այդ հիմնադրամում, որ ինձ համար նորից մեծ մարտահրավեր էր։ Այ հիմա դուք երևի թե գիտեք, բավականին շատ են այդ խոսում եւ գրում ուսուցման նոր տեսակի մասին, որը այսպես գրականության մեջ հայտնի է որպես նախագծային ուսուցում, բայց դեռևս 2010-12 թվականներին մենք հետաքրքիր մրցաշարեր էինք այբում անցկացնում հենց այդ նախագծային ուսուցման վերաբերյալ ու գրեթե Հայաստանի, եթե ես չեմ սխալվում, գրեթե 1500 երեխա միայն պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարով անցավ։ Այսինքն նախագիծ պատրաստել սովորեց այն ժամանակ, երբ որ մեր երկիրը դեռ այս նորամուծություններին չէր գնացել եւ այդ հիմնադրամը առաջամարտիկներ այդ ամենի եւ ես իհարկե երախտապարտ եմ ինքս ինձ եւ իմ ճակատագրին, որ համարձակություն ունեցա մտնել դպրոց, որովհետեւ դա ինձ համար շատ հետաքրքիր ճանապարհներ բացեց։ Հենց դպրոց գնալը եւ դպրոցում այդ հետաքրքիր մարտահրավերների հետ առնչվելը։ Հետո արդեն Հայբուսակներ, որը հաջորդ իմ այսպես մեծ խութն էր, որը պետք է հաղթահարեի, դժվարին պատասխանատու աշխատանք,
երբևիցե ես այսպես բժշկական ոլորտում չէի աշխատել եւ այդ տեղագործության նկատմամբ սերը, օրգանական քիմիայի նկատմամբ սերը ինձ տարավ Հայբուսակ, ընկերներ ունեի այնտեղ աշխատող, խորհուրդ տվեցին եւ ասեմ ձեզ, որ այսօր նոր մարտահրավեր ունեմ հասնելու են ամեն ինչին, ինչ մենք մեր ռազմավարական այսպես ուղենիշներն ենք որպես դրել Հայբուսակում եւ հաղթահարելու Հայբուսակի այդ կուր կոլեկտիվի հետ այդ ամբողջ մարտահրավերների մի մեծ փաթեթը, որ մեր առջև կանգնած։ Եվ հաղթահարելու եք։ Հուսամ։ Օլիմպիադաների մասին ես կուզեի խոսենք, քիմիա առարկայի համար մեծ զգալի դեր ու ավանդ ունեք նաեւ դուք։ Տեսեք ոնց օլիմպիական շարժումը եւս եղել է այդ դպրոցում դասավանդելու տարիներին օլիմպիական շարժմանը ներգրավվելը թե հանրապետական մի անգամ էլ մեր հանրապետական շարժմանը մինչև Հայբուսակ գնալը մասնակցել եմ, հետո արդեն պարզապես ժամանակս չէր հերիքում, հետո եկան երիտասարդներ, որոնք իրենց տեսլականն ունեին, որը շատ ավելին էր, քան այն ինչպես մենք էինք մտածում, այսինքն եկավ նոր սերունդ ու մենք սիրով այդ նոր սերունդը կարողացավ ճիշտ ավելի ճանապարհով գնալ, ավելի արդի ճանապարհով եւ օլիմպիական շարժման մեջ գրեթե 18 թվից արդեն չեմ մասնակցել, բայց մինչև այդ անգամ միջազգային օլիմպիադա մեր երկրում եղավ ժամանակին Մենդելեևյան միջազգային օլիմպիադան ու մենք այդ օլիմպիադայի կազմակերպիչն էինք մեր շատ սիրելի Լիդա Շաքնասահակյանի ղեկավարությամբ եւ այդ բավականին մեծ փորձ ուներ, այո, հսկայական աշխատանք էր ու ինձ թվում է պատվով դուրս եկանք նաեւ այդ փուլից ասեմ ձեզ այդ նույն օլիմպիական շարժումը հենց այդ հիմնադրամի օլիմպիական շարժումն էր, որտեղ մրցաշարերի համակարգը, որ մենք դրանք պատկերացրեք շատ հետաքրքիր մի բառով են բնութագրվում քիմիական մարտեր են դրանք կոչվում եւ այդ մեր երեխաները դուրս էին գալիս մարտի իրենց հասակակիցների հետ ու գիտեք օլիմպիադան ավելի ֆունդամենտալ, ավելի դասական է։ Սա ավելի ազատ այս մոդելը քիմիական մարտի, ավելի ազատ եւ ավելի անխոչնդոտ իրենց նախագծերը ներկայացնելու հնարավորություն էր տալիս մեր դպրոցականներին։ Նորից օլիմպիական շարժում էր ու բավականին մեր երկրում մոտ 13-14 տարի այդ շարժումը ընթանում էր, հետո ինչ-ինչ պատճառներով։ Հիմա հուսով եմ պիտի նոր թափ ստանա։ Հուսանք։ Քիմիական մարտերում հաղթանակներ գրանցելու համար դուք ամեն ինչ արել եւ անում եք։ Հսկայական նաեւ գիտամանկավարժական ձեռնարկներ։ Այո, մասնակցել եմ առարկայական շտեմարանների ստեղծմանը, բավականին գիտական եթե ոլորտն էլ վերցնենք, բավականին շատ տպագրված աշխատանքներ ունեմ։ Հիմա մի քիչ փոխվել է ուղղությունը այդ տպագրությունների, մեր երկիրը որդեգրել է միջազգային այդ շտեմարաններում, միջազգային պարբերականներում տպագրվելու ուղին, այսինքն հանրայնացնելու միջազգային ոլորտում մեր գիտական այսպես ձեռքբերումները մի քիչ ավելի դժվար է դարձել, իհարկե եւ լեզվի իմացություն է պետք եւ ավելի բազմապրոֆիլ եւ նորագույն արդի գործիքներ, գործիքակազմն է փոխվել հետազոտության եւ ազգային ակադեմիայի ոլորտում իհարկե արդեն հիմա մի քիչ փոխվել է, դուք գիտեք բարձրագույն կրթության մասին օրենքի արդեն ամսի կարծես թե 20-ից ներդրվել է օրենքը, մի քիչ կառուցվածքային փոփոխություններ տեղի են ունեցել ոլորտում, բայց մտածում եմ, որ այդ փոփոխությունները միայն օգուտ զարգացմանը կլինեն գիտության ու ավելի երիտասարդները գալիս են հիմա տեսեք գիտություն արդեն եւ լեզվի իմացությամբ եւ որոշակի փորձառու լեզվի նկատի ունեմ օտար լեզվի իմացությամբ եւ որոշակի փորձառությամբ, որ շատ ավելի հեշտ դարձնելու իրենց ճանապարհը, քան այն ճանապարհը, որ մենք ենք անցել։ Այսինքն շատ ավելի մեծ տեմպերով է զարգանալու այդ ամեն ինչը, կարծում եմ, հուսամ մեր երկրում եւ շատ ավելի այսպես նոր մարտահրավերներ են երիտասարդները կարողանալու լուծել։ Տիկին Հոբոսյան, ճակատագրական դիպվածների պակաս կարծեք թե չունեցաք ճանապարհին ձեր։
Գիտեք, ճակատագրական եմ համարում երևի թե երկու դիպված։ Առաջինը, որ դեռ 80-ականներին կարողացա, ոչ թե կարողացա, այլ ստացվեց այնպես, որ ընդունվեցի աշխատանքի օրգանական քիմիայի ինստիտուտ, եւ երկրորդ ճակատագրականը, որ եկա դպրոց, որը ինձ հետո տարավ դեպի մանկավարժություն ու հասցրեց այբուսակ։ Այսինքն դա այսպես երեք հիմնական կետերն են, որոնք որ գիտությունը, մանկավարժությունը եւ արդեն վարչական աշխատանքը կապեցին, այսպես մի ընդհանուր ուղենիշ ինձ համար ստեղծեցին։ Ձեր զավակները շարունակում են ձեր ուղին։ Ոչ, բժիշկներ են զավակներս, երկու տղաս էլ բժիշկներ են։ Համենայնդեպս քիմիկոս չեն։ Բայց դե հիմքում էլի ձեր սիրելի մասնագիտությունն ու առարկան։ Պատկերացրեք, իրենց մոտ այդ սերը չկա քիմիայի նկատմամբ, իրենք վստահաբար ընտրել էին քիմիան որպես գործիք բժիշկ դառնալու համար, բայց երբևիցե չէին մտածել քիմիկոս դառնալու մասին։ Ամուսինս էլ է դեպ քիմիկոս, լուսահոգից կեսրայրս էլ է քիմիկոս եղել, մեր մոտ այսպես ժառանգական ինչ-որ հետաքրքիր վայրիվերումներ կան, երևի թե դուք ճիշտ նկատեցիք ճակատագրական էլի։ Իսկ ընտանիքում երկու քիմիկոսները Դե չէ, դժվար չէ, որովհետև ամուսինս կարծես թե քիմիան թողել է, ինքը բեքգրաունդով է միայն քիմիկոս, հետո արդեն կարծես թե չի զբաղվել, բայց ամենայնդեպս կա սերը քիմիայի նկատմամբ։ Ինձ թվում է, որ այս տարիների ընթացքում նաև հաջողության բանաձև ձեզ համար սահմանեցիք։ Չէ, ճիշտ եք ասում, բայց հիմա այնքան քիմիկոս լինելով այնքան դժվար դուրս կբերեմ այդ բանաձևը, որովհետև մենք սովորաբար խնդիրներ ենք լուծում, չէ, բանաձևի դուրսբերման վերաբերյալ քիմիական խնդիրներ կան այդպեսի լուծելու։ Երևի թե կասեմ, որ չկա այդպեսի հստակ հաջողության բանաձև, եթե նայենք քիմիական տեսանկյունից եւ ընդհանրապես տեխնիկական տեսանկյունից։ Հաջողությունը կերտում ես ինքդ եւ դա շատ յուրովի է ցանկացած մարդու համար, այսինքն ստեղծել սեփական բանաձևը եւ այդ բանաձևը կարծես թե չհանրայնացնել։ Ինքը ամեն ինչ երևում է, առանց քո ասելու, առանց այդ փակագծերը բացելու։ Մտածում եմ, որ շատ յուրովի է այդ հաջողության բանաձևը եւ ցանկացած մարդ ինքն է կերտում իր հաջողությունը ու իր բանաձևը դուրս բերում։ Ասում են, որ հաջողություն ունենալու համար նաև պիտի չզլանաս ամեն ինչ նորից 0-ից սկսել։ Այո, համաձայն եմ եւ կարծես թե արել եմ ես դա, 0-ից դպրոց եմ գնացել, այսինքն լինելով արդեն լինելով մտածել անգամ դպրոց գնալու մասին, դա ինձ համար շատ հետաքրքիր ճանապարհ էր, հետագայում արդեն բուհում դասավանդելը ճանապարհ անցնել նաև զուգահեռ գիտության մեջ երբևիցե ինձ համար, եթե անկեղծ ասեմ, ինձ համար միշտ առաջնայինը գիտությունն է եղել։ Ես կարող եմ փոխել այլ ճանապարհներ, ունենալ այլ մարտահրավերներ եւ հաղթահարել դրանք, բայց գիտության ուղին ինձ համար եղել է միշտ նույն այսպես անսասան, ես գիտեմ, որ դա իմ ամենասիրած գործն է կյանքում, եւ ես գիտեմ, որ ես պետք է այդ գործով զբաղվեմ, դա ինձ համար անփոխարինելի եւ այսպես ամենալեցուն ուղին է։ Մնացածը շնորհից շատ սիրում եմ, եւ դասավանդելը, եւ դպրոցը, նրանք բոլորը գնացել են այդ գիտության ճանապարհի, գիտության ուղուն զուգահեռ։ Եվ ստացվել է մի այսպես ճանապարհ, որը երևի թե երկու ուղի ունի, երկու ճյուղ ունի, որոնք միմյանց երբևիցե չեն խանգարել, եթե ոչ օգնել են։ Բայց գիտության ուղին ամենաբարդերից է։ Բարդ է, ճիշտ է, բարդ է, որովհետև անդադ այսպես դրդում է քեզ ինքնակրթության, անդադ զբաղվելու քո այսպես հմտությունների զարգացմամբ, եթե դու տեղում դոփես, կանգնես, արդեն դա գիտության ուղի չի։ Դու պետք է այդ մարտահրավերներին զուգահեռ կարողանաս քո ճանապարհը այն մարտահրավերներին, որ ստեղծում է աշխարհը, զուգահեռ գնաս եւ հաղթահարես։ Գիտեք, շատ կան, հիմա ասում են գիտությունը ծերացել է, ասում են գիտությունը ոչնչանում է երկրում, չէ, մենք ունենք շատ հետաքրքիր երիտասարդություն, այդ մեր երիտասարդները շատ ավելի հստակ են կանգնած իրենց ուղին կերտելու ճանապարհին, քան մենք ենք եղել, եւ այդ ուղին անցնում են շատ ավելի ճիշտ, միգուցե մենք շատ ավելի դժվար ենք անցել, իրենց անցած ճանապարհը ավելի ռացիոնալ է, ավելի ճիշտ է,
քան մենք ենք անցել, որովհետև մենք չենք ունեցել այդ հնարավորությունները իրենց այսօր ամեն ինչ այլ ձևով է մատուցվում եւ ինչ որտեղ նաև աշխարհակաղակական վիճակն է փոխվել եւ մեր երիտասարդները ավելի լայն հնարավորություններից են օգտվում։ Իսկ երիտասարդները ձեզ օգնում են, չէ՞։ Պատկերացրեք, այդ դուք նորից եղել եք մեր լաբորատորիայում, բոլորը իմ ուսանողներն են։ Այսօր լաբորատորիայում աշխատում են 4-5 երիտասարդ գիտնական, որոնց ես պատիվ եմ ունեցել դասավանդել։ Այսինքն սկսած բուհից, հետո ասպիրանտուրան, հետո հետազոտությունը, արդեն երևի թե 10 տարի եւ ավելին միասին ճանապարհ ենք անցել երիտասարդների հետ, որոնք գիտության մեջ են ու ասեմ ձեզ լավ ամուր կպած գիտությանը։ Տիկին Հովոսյան, այնց հետաքրքիր է, ինչպես եք կարողանում այդքան մեծ եռանդով, այդքան մեծ սիրով ու մեծ նվիրումով զուգահեռ անել այդ ծանրագույն աշխատանքները։ Գիտեք, սիրում եմ իմ գործը, սիրում եմ քիմիան, հետո պատասխանատվության զգացում ունեմ, այսպես պերֆեկցիոնիզմ ունեմ։ Եթե ես աշխատում եմ միտեղ, պետք է կամ շատ լավ անեմ, կամ չաշխատեմ։ Դա ինձ համար այսպես նորից կյանքի ուղենիշներից մեկն է, եթե մտնում եմ այդ գործի տակ, պետք է լավ անեմ։ Եթե զգում եմ, որ չեմ կարող դա անել, շատ հանգիստ կարող եմ այսպես հրաժարվել այդ ընտրած ճանապարհից, թեպետ ինձ մոտ այդպիսի բան չի եղել։ Չէ, եթե ես ինչ-որ մի գործ այսպես ձեռնարկել եմ, փորձել եմ մինչև վերջ հարցնել դա։ 80-ից ավելի գիտական աշխատանքների մի քիչ ավելի շատ, համարը համարը 100։ Եթե բոլոր այդ գիտամանկավարժականը հաշվենք, 100 եւ արդեն ավելի տպագրած աշխատանքներ ունեմ, մեկ մենագրություն, մեկ մենակիր աշխատանք, իդեպ մանկավարժությունից ոչ քիմիայից։ Այ ես մի փոքր կուզեի, որ մանկավարժության մասին խոսենք քիմիան դպրոցում։ Ունեմ ես այդպիսի ձեռնարկ։ Արդյոք մեր այսօրվա խնդիրը չի գալիս հենց դպրոցից։ Գալիս է դպրոցից, ասեմ ձեզ հիմա ես մի քիչ դպրոցի հետ կապը կարծես թե քչացել է, ժամանակս չի հերիքում, ավելի շատ դպրոցին դպրոցական այդ խնդիրների հետ առնչվեմ, բայց որքան ես տեղեկացված եմ, իհարկե կան խնդիրներ արդեն իսկ դպրոցում, բայց ի ուրախություն ինձ, նո արդեն համացանցին եմ հետևում, այսպես ընկերներս են պատմում դրա մասին, դպրոցներում կարծես թե շատ այսպես որոշիչ քայլեր են կատարվում գործիքակազմը փոփոխելու, լաբորատոր պայմանները փոփոխելու եւ երեխաներին դեպի այսպես ֆունդամենտալ գիտություն տանելու ուղղությամբ։ Բավականին ներդրումներ կան, գրեթե դպրոցներում բոլոր լաբորատոր սարքավորումներ ոչ միայն մեր առարկայից, ընդհանրապես բնագիտական այդ STEM առարկաներին բավականին մեծ ուշադրություն է դարձվում, հատկապես բնագիտական առարկաներին։ Ասեմ ձեզ ոչ միայն դպրոցում, նաև բուհերում էլ։ Հիմա եւ ԵՊՀ-ն եւ մանկավարժական համալսարանը բնագիտական մասնագիտությունները թոշակով են այսպես ապահովում, կրթաթոշակով, իսկն այն ուսանողները, ովքեր ընտրում են բնագիտական մասնագիտություններ, նրանք կրթաթոշակ են ստանում, այսինքն կա միտում ինչ որ չափով նպաստելու բնագիտական երբեմնի այդ հսկայական ներուժը նորից վերականգնելու։ Ասեմ ձեզ դեռ կան մարդիկ, որ կարող են կազմակերպել այդ ամեն ինչը եւ ԵՊՀ-ում եւ մանկավարժական համալսարանում եւ բնական է եթե ԵՊՀ-ն եւ մանկավարժական համալսարանը այսպես կարողանան հաջողություն գրանցել անպայման կանդրադառնա դպրոցի վրա դա եւ մեր առարկան ավելի այսպես հաջողություններ կգրանցի։ Մասնագետների խնդիր չունենք, երիտասարդները այսօր ունենք մասնագետների խնդիր չեն որոշում դպրոց մտնել։ Շատ մեծ դժվարությամբ, գրեթե ուսուցիչների պակաս կա։ Նորից եմ գրում, ես մի փոքր հեռացել եմ դպրոցից, բայց նորից գիտեմ, նորից պարզապես ժամանակս չի հերիքում զբաղվել զուգահեռ մի քանի այդպես պատասխանատու գործերով, համենայն դեպս մի քիչ ավելի այսօր դեպի բուհական ոլորտ է հետաքրքրություններս թեքվել, բայց ինչ վերաբերում է դպրոցին, դա մեր բոլորի ցավն է ու պետք է կարողանանք մենք հաղթահարել բոլոր այն դժվարությունները, որոնք այսօր կան դպրոցում, որովհետև դպրոցում է մեր երկրի հաջողության հիմքը։ Հենց այդ հաջողության ճանապարհը մեր երկրի սկսվում է դպրոցից։ Եվ մենք բոլորս պետք է մի համուր ուժերով կարողանանք այդ ճանապարհը ավելի անխոչնդոտ սարքել։ Աշխատանքային ձեր հեռանկարները, ես ենթադրում եմ, որ դուք արդեն ունեք գծած ձեզ համար։ Ունեմ, առանց դրա չի լինի, համենայն դեպս իմ այսօր նոր մի երազանք ունեմ տեսնել Հայ բուսակ համալսարանը հետազոտական համալսարան։
Այսինքն, որպեսզի մենք կարողանանք ունենալ այն ինչ որ մենք նախագծել ենք, այն ինչ որ մենք պլանավորել ենք, այն ինչ որ մենք այսօր տեսնում ենք, այսպես հեռանկարում տեսնենք կենթանի ռեժիմում, որովհետև դժվարին ճանապարհ ենք ընտրել, այսինքն ունենալ մի կառույց, որտեղ բոլոր ուսանողները կզբաղվեն հետազոտությամբ։ Ասեմ ձեզ, այսօր մեր երկրում այդպիսի կառույցներ չկան։ Բոլոր համալսարանները ձգտում են դրան, բոլորը դրել են ինչ-որ ռազմավարական նպատակներ հասնելու դրան, բայց այն ամենամեծ երազանքն է հիմա տեսնել հետազոտական համալսարան Հայբուսակ, Երևանի Հայբուսակ համալսարանը։ Դա ինձ համար այսօր ամենամեծ մարտահրավերն է, կարողանալու ուսանողներին եւ ինչու ոչ դասախոսներին, դասավանդող դասախոսներին համախմբել եւ տանել այն ճանապարհով, որը որ մեզ եվրոպական արժեքների ինտեգրմանը կբերի, զարգացման կբերի մեր երկրին։ Ես մտածում եմ, որ այդ ճանապարհը այսօր բավականին իրատեսական է եւ պետք է համարձակություն ունենանք, ասենք, որ այո, մենք կարող ենք դա անել եւ անենք դա։ Ինչ վերաբերում է գիտությանը, այդ ոլորտում էլ կան, այսպես ձեր ասած գծագրած, այսպես ուրվա գծեր կան, ավելի շատ երիտասարդներ ներգրավելու։ Հիմա տեսեք մեր մասնագիտությամբ իհարկե մեր լաբորատորիան երիտասարդներից մեկն է համարվում այսօր մեր ինստիտուտում, դուք տեսաք այնտեղ վառվռուն աղջիկներ էին վազվզում, ես ուզում եմ, որ մի քիչ ավելի շատ, նու տեսեք, դա ես միայն ուզելը չէ, էլի պետք է կարողանանք տարբեր դրամաշնորհային նախագծերի մեջ ինտեգրվել, կարողանանք ինչ որ չափով մի քանի այսպես տարի էլ անկում գիշերներ անցկացնենք, որ կարողանանք ինտեգրվենք այդ ամեն ինչին, այսինքն այնպիսի պրոյեկտներ ներկայացնենք, որ ֆինանսավորվեն եւ այդ ֆինանսավորումը թույլ կտա մեզ երիտասարդներին, ինչու ոչ այսօր երիտասարդները նյութականի մասին շատ են մտածում ու լավ են անում, ապահովենք գոնե նվազագույն նյութական պայմաններով, որ միայն, ասեմ ձեզ, միայն այսպես երազանքներով այսօր երիտասարդը չի գա, նա ամուր երկու ոտքի վրա կանգնած է եւ բարեկեցիկ կյանք է ուզում։ Ու մեր նպատակն է, այսինքն իմ այն մյուս նպատակը ստեղծել մեր երիտասարդների համար մի այնպիսի բարեկեցիկ միջավայր, որ իրենք գան իրենց սիրած գործով զբաղվեն ու գումար վաստակեն իրենց սիրած գործով։ Այսօր այդ հեռանկարները կան նաեւ գիտության մեջ, այսինքն այդ երկու երազանքն ունեմ այսօր, որ դեռ չեմ հասել։ Ուզում եմ դա էլ հասնել, տեսնել։ Նու իհարկե ինձ համար մենք շատ խոսեցինք աշխատանքից, բայց իմ ամենամեծ այսպես նվաճումը ես համարում եմ իմ ընտանիքը, իմ զավակներին ու մտածում եմ, որ ցանկացած հայ կնոջ համար դա առաջնայինն է։ Իսկ դպրոցը ոսկե մեդալով ավարտեցիք, մասնագիտություն ընտրելը պիտի նկատեմ, որ ձեզ համար այնքան էլ դժվար պիտի չլիներ, որովհետև այդ տվյալներով եւ ոսկե մեդալով ավարտած մարդը դռները շատ ուսումնական հաստատությունների համար բաց էին։ Ասեմ, ընտանիքս, կոնկրետ լուսահոգի հայրս միշտ այսպես զարմանքով էր նայում դրան, թե ինչու ես պետք է գնամ պոլիտեխնիկ ու քիմիական, ինձ չգիտեմ ինչի միշտ տեսնում էր օտար լեզուների մեջ, լեզուների, այսպես գրականություն լեզուներ այդ ոլորտում էր տեսնում, բայց երբևիցե այսպես չի դրվել ոչ մի պայման իմ առջև, որ պետք է ես փոխես կամ եմ փոխես, ընտրությունը իմն է եղել։ Իսկ լեզուների հանդեպ սերել արթնացավ ժամանակի ընթացքում։ Գիտեք, ես ժամանակի թելադրանքը դարձավ։ Չէ, միշտ էլ սիրել եմ։ Ասեմ ձեզ, ավարտել եմ ռուսական դպրոց, այսինքն բազային կրթությունս ռուսական է, բայց նու այնպիսի հետաքրքիր ուսուցիչներ եմ ունեցել հենց նույն հայոց լեզվի եւ անգլերենի, որ երբևիցե ինձ համար հաղորդակցվելը այլ լեզվով խնդիր չի եղել։ Միշտ սիրել եմ լեզուները ու գրականությունը։ Ուսուցիչների դերը մեր կյանքում անփոխարինելի է եւ բախտավոր են նաեւ այն ուսանողները, այն աշակերտները, որոնց դասավանդել եք հենց դուք։ Երևի թե իրենց պետք է հարցնենք։ Տիկին Հոբոսյան, աշխատանքային ծանրաբեռնվածությունը ձեր միշտ բոլոր ժամանակաշրջաններում է շատ լեցուն եղել, բայց սա ամենևին չի խանգարել նաեւ հասարակական աշխատանքով զբաղվելուն։ Այո, դեռ դպրոցական տարիքից է դա այսպես սերմացած եղել։ Դպրոցական տարիքում եմ զբաղվել հասարակական աշխատանքով, հետագայում բուհում էլ, ու բնական է տրամաբանական շարունակություններ, նաև արդեն գիտական ոլորտում, ակադեմիայում էլ, երիտասարդ տարիներից երիտասարդ գիտնականների
միություն ունեինք մեր ինստիտուտում, այդ մի քանի տարի ղեկավարել եմ այդ աշխատանքները, նորից ամենտեղ ինչ որ բան սովորել եմ, ամենտեղ ամեն մի ոլորտում ինչ որ բան իմ կյանքի, իմ այսպես ձեր ասած հաջողության ճանապարհին հաստատ հետք թողել են այդ բոլոր աշխատանքները եւ ոչ մի կատարածս գործողության համար այսօր այսպես չեմ փոշմանում, ամեն ինչ տեղին է եղել եւ երբևիցե չեմ գտնում, որ իմ աշխատանքային գործունեության մեջ կատարել եմ քայլ, որի համար հետո պետք է ափսոսամ։ Այսինքն միշտ ուրվագծված է եղել, միշտ ճանապարհը པարզ է եղել ինձ համար եւ հասնելու ճանապարհը բավականին դժվար, այդ նպատակին հասնելու ճանապարհը հեշտ չի եղել։ Բայց այդ դժվարությունը երբեք ձեզ համար հարց չի առաջացրել գնալ թե հետ։ Երբևէ։ Միշտ այսպես հստակ գիտեցել եմ ինչ է, հստակ իմացել եմ ինչ է ինձ պետք կյանքում։ Ալավերդիում ծնվելն ու մեծանալը հետագայում օգնեց ձեզ։ Միշտ հպարտ եմ եղել, որ լոռեցի եմ, միշտ շեշտել եմ դա, երբևիցե այսպես կան, չէ՞, մարդիկ, որոնք չգիտես ինչի իրենց արմատները քողարկում են, երբևիցե չեմ քողարկել դա, միշտ հպարտ եմ եղել, որ լոռեցի եմ, միշտ հպարտ եմ եղել, որ այդ դպրոցն եմ ավարտել, Ալավերդու թիվ 5 Շահումյանի անվան ռուսական դպրոցը, որ սովորել եմ պոլիտեխնիկում, որ աշխատել եմ ակադեմիայում, որ աշխատել եմ այբում, մանկավարժական համալսարանում, ու իմ այս վերջի սերը հայբուսակն է, որ այսպես հասնելու են նպատակներին, որ դրվել է իմ առջև հայբուսակում, ինձ թվում է մեր հետ այս շատ կուր կոլեկտիվի հետ կհասնենք։ Այո, հայբուսակը նաև իմ սերն է։ Շնորհակալ եմ անկեղծ զրույցի համար։ Ես շնորհակալ ձեզ։ Հաղորդման գործընկեր Արքայաձոր ռեստորան։ Սիրով բոլորին հրավիրում ենք նոր Արքայաձոր ռեստորանային համալիրի փակ սրահ վայելելու ամենօրյա շոու ծրագրերը եւ համեղ խոհանոց։